Բազմաթիվ ծառայողներ են ներքին գործերի նախարարության, ինչպես նաև քաղաքացիական հագուստով բազմաթիվ հիրավապահներ։ Խնդրեմ Տավուշի մարզպետն է գալիս, Նիկոլ Փաշինյանի քավորը։ Եկել եք Փաշինյանին եւ արդեն կարգալույց եղած հոգեվորականին ձեր աջակցությունը հայտնելու ֆեյք պատարակի սիրահար եք։ Այո։ Ֆեյք պատարակների սիրահար եք, այո։ Ֆեյք պատարակի մասին խոսք չկա։ Կարգալույց եղած հոգեվորականի կողմից մատուցվող պատարակը։ Գիրանցում ձեր գործը արեցիք, Տավուշում ձեր գործը արեցիք, հիմա եկել եք, հիմա էլ զբաղվում եք սահմանների քանդման հարցում ներդրում ունեցաք, հիմա էլ զբաղվում եք եկեղեցու։ Հիմա էլ զբաղվում եք եկեղեցու։ Հարց եմ տալիս, այսինքն քանդում եք եկեղեցին։ Չէ, չենք քանդում։ Բա ինչ եք անում։ Ինչպես եք սարքում, ֆեյք հոգեվորականով։ Ֆեյք հոգեվորականով։ Ինչպես։ Արդեն կարգալույց եղած հոգեվորական է։ Ասում եմ Տավուշում բարեհաջող ավարտեցիք Նիկոլ Փաշինյանի ծրագիրը սահմանները նեղացնելու հետ կապված, հիմա արդեն իսկ անցել եք եկեղեցուն։ Ասենք համ տեսնեք ձեր հարցերին չեմ պատասխանում, համ շարունակում եք տրամաբանությունը։ Ես իմ մասնագիտական գործունեությունն եմ իրականացնում եւ պարտավոր եմ հարցեր ուղղել բոլոր նրանց, ովքեր սասանում են մեր պետության եւ եկեղեցու հիմքերը, ովքեր նպաստում են, որպեսզի հակառակորդին տարածք տրվի, ովքեր նպաստում են, որպեսզի մենք հոգևոր ճանապարհից հեռանանք։ Հետո Դուք ասացիք ֆեյք պատարակների սիրահար եք։ Հաստատեցիք, ասացիք այո, ֆեյք պատարակների սիրահար եք։ Դուք սա պղծություն չեք համարում առաքելական եկեղեցու։ Պարոն Ղալումյան, դուք առաջին անգամ եք գտնվում այս եկեղեցում։ Այո։ Նիկոլ Փաշինյանի հորդորով եք եկել։ Ոչ։ Ինքնակամ եք Այո։ եկել։ Ձեզ հետ քանի հոգի եք բերել, պարոն Ղալումյան։ Չեք բերել։ Որ չգայք քավոր սանիկական կապերն անգամ չէին փրկի, հա։ Որ չգայք քավոր սանիկական կապերն անգամ չէին փրկի։ Աղջիկ ջան, ասեք ձեր նպատակը որն է, ես ձեր հարցերին չեմ պատասխանում։ Պարոն Ղալումյան։ Եսը չեմ պատասխանում, դա իմ իրավունքն է։ Կարգալույց եղած հոգեվորականի պատարակին եք որոշել մասնակցել։ Փաստորեն ինչքան սև գործ կա, դրան մասնակցում եք։ Ասում ինչքան սև գործ կա, դրան մասնակցում եք։ Համադրություն ունեք բոլորը։ Բա դուք ոնց որ բարձր տրամադրություն ունեք։ Լարված եք։ Ոչ, Դժվար է Նիկոլ Փաշինյանի քավորը լինել ընտանիքին։ ոչ։ Ինչքան սև գործը ձեզ մասնակից է Ես ձեր դարձնում։ հարցերին չեմ պատասխանում, ժողովուրդ ջան։ Պարոն Ղալումյան, այսօր ձեր այստեղ ներկայացնելու խորհուրդը ո՞րն է։ Ոնց որն է։ Ֆեյք պատարակին մասնակից։ Կարգալույց եղած հոգեվորական։ Ժողովուրդ ջան, չեմ պատասխանում ձեր ոչ մեկի հարցին։ Ուզում եք ես գնամ գործընկերներից պատասխանեք։ Դա իմ իրավունքն է, չեմ պատասխանում ձեր հարցերին։ Ընդհանրապես մեկ ճշտող հարց։ Նիկոլ Փաշինյանը որ հայտարարել է գնալու են եւ Էրանը ազատ են։ Դուք մասնակցելու եք, ներկա լինելու եք։ Բոլոր գործընթացներին մասնակցելու եմ, որովհետև ես այդ քաղաքական թիմի անդամ եմ։ Պահքի մեջ եղել եք օրինակ Կոնկրետ այդտեղ պահքի խնդիր չկա։ Եկել եմ պատարակի։ արձատագրելու գործընթացը։ Վերջացրին ես ձեր հարցին պատասխանեցի։ Հարց ասում եք մասնակցելու են բոլոր։ Ես բոլոր ինչ որ վերաբերում էր այդ հարցին պատասխանում։ Այսինքն բոլոր գործողություններին ընդդեմ Մայրաթորի մասնակցելու եք։ Մայր աթորի ընդեմ Ընդունում եք Մայրաթորը որպես ինստիտուտ, ընդունում եք որպես Մայրաթորը ինստիտուտ։ Հոգեվորականներին կալանավորել եք։ ասենք ձեր նպատակը որն է, որ ասենք հարցադրումներ անեք, սադրող, որպես ես ունից դուրս գամ։ Ես պատասխանեցի ինչքան որ հնարավոր էր ձեր հարցերին։ Որևէ բան չպատասխանեցիք։ Պատասխանեցի։ Որևէ բան չպատասխանեցիք։ Իմ հարցերն էլ սադրող չեն, փաստի հիման վրա են։ Ասում եմ Տավուշում մասնակցել եք Կիրանցից տարածքներ հանձնելու գործընթացին, ձեր նույնիսկ այսպես ասացա, որտեղ այնտեղ այդպես են ասում, ձեր ձորակի ժողովրդին եք խափել, սասանել եք սահմանները, հիմա եկել եք այստեղ Մայրաթորի սասանմանն եք մասնակցում։ Անի էր, չէ։ Այո։ Քան հիշում եմ։ Միամիս եկա Կիրանց ապրեցիք, ժողովրդին բորբոքեցիք, Ես որևէ մեկին չեմ բորբոքել։ Ես որևէ մեկին նախ չեմ բորբոքել։ Դուք ազգային անվտանգության բոլոր ծառայողներին իմ հետևից ամեն քայլափոխի ուղարկում եք, ես մշտապես գնում եմ Կիրանց։ մի հարցադրման չեմ պատասխանելու, վերջացրինք։ Այդքան բան։
մեր մանուկ հոտորքի։ Հարգելի հետևորդներ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն էր, ով ընդդեմ եկեղեցու այստեղ է, փաստորեն ինքը նույնիսկ չի ընդունում եկեղեցու մկրտությունը, եթե հիմա այս պահին այստեղ է։